Փաստորաթերթը գրում է, քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային լարված եւ անզիջում դիմակայության մի նոր ռազմաճակատ, որտեղ խորհրդարանական ամբիոնը վերածվելու է քաղաքական գոյամարտի հիմնական հարթակի ընդդիմադիր ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքների կողմից մանդատները վերցնելու որոշումը ոչ թե հաշտեցման կամ առկա խաղի կանոններն ընդունելու նշան է, այլ գիտակցված քայլ մտնելու մի տարածք, որտեղ սպասվում է ծանր ու դաժան պայքար։ Ապագա խորհրդարանն ակնհայտորեն չի լինելու դասական օրենսդիր մարմին, այն դարձալու է քաղաքական բախումների, իրավական պաշտպանության եւ իշխանական ապօրինությունների մերկացման առաջնագիծ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո նախագահի ինստիտուտը վերածվեց հիմնականում ներկայացուցչական կառույցի, սակայն նույնիսկ այդ սահմանափակ լիազորությունների պայմաններում հանրությունն իրավունք ունի ակնկալելու հաշվետվողականություն, թափանցիկություն եւ տեսանելի գործունեություն։ Այսօր սակայն Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության ուսումնասիրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Առաջին խնդիրը թափանցիկության պակասն է։ Ժողովուրդ օրաթերթը բացահայտեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում հրապարակվող տեղեկատվությունը սահմանափակ է եւ հաճախ չի տալիս ամբողջական պատկերացում, թե ինչպես են ծախսվում պետական միջոցները։ Երկրորդ խնդիրը գործունեության բովանդակային աղքատությունն է։ Փաստորաթերթը գրում է, պետության արտաքին դիմադրողականությունն ու կայունությունը երբեք չեն սահմանափակվում միայն պաշտոնական խողովակներով կամ դիվանագիտական կորպուսով։ Աշխարհի ցանկացած կենսունակ պետության թիկունքին կանգնած են անհատներ, որոնք ունեն միջազգային ծանրակշիռ կապեր, հեղինակություն եւ խոշոր կապիտալ, յուրատեսական վտանգության բարձիկ ձևավորելով սեփական երկրի շուրջ։ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանի պետական ռազմավարության առանցքային նպատակներից է եղել հենց այսպիսի ազդեցիկ գործիչների չեզոքացումն ու մերկացումը հայկական պետականության հիմքերից։ Քանի որ Բաքվում հստակ գիտակցում են թույլատնելով նրանց, թույլատնում են հենց Հայաստանը, սակայն այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ հակառակորդի այս բազմամյա ծրագիրը զարմանալիորեն եւ անարգել կյանքի է կոչվում հենց երկրի ներսում։ Փաստորաթերթը գրում է, մեր ունեցած տեղեկություններով հետընտրական խմորումները չեն դադարում ԿՊ կուսակցության շարքերում։ Ասում են, Փաշինյանը շատ դժգոհ է արված աշխատանքներից, արդյունքից բոլորին պատերով է տալիս, միևնույն ժամանակ չնայած ցույց է տրվում, թե ներքին ընտրություններ են կազմակերպվում, իրականում իր ուզածով է կազմում թե ազգային ժողովի խմբակցությունը, թե խորհրդարանի ղեկավարությունը, թե բնականաբար կառավարության կազմը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, Ժողովուրդ օրաթերթը դեռևս ամիսներ առաջ գրել էր, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վերաբերյալ վարույթ է հարուցվել։ Օրաթերթի հարցմանի պատասխան կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնապես հաստատել էր տեղեկությունը։ Հանձնաժողովը քաղաքացու դիմումի հիման վրա 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վարքագծի կանոնների առերևույթ խախտման հիմքով հարուցել է վարույթ, որը գտնվում է ընթացքի փուլում։ Հանձնաժողովը նաև նշել էր, որ վարույթը վերաբերում է մասնավոր անձանց անձնական եւ ընտանեկան կյանքին առնչվող զգայուն տվյալների, ուստի այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։ Ժողովուրդ օրաթերթը տիրապետում է վարույթի նյութերին, սակայն հաշվի առնելով, որ թեման անձնական բնույթի է, զերծ է մնում հրապարակելուց։